Մանվելը կեղտոտ մարդ էր։ Տխում էր Մանվել, խմում էր, շատ հարցեր չտամ, հայոյում էր, հա, լիքը չէ, պալենականսկեն է։ Ավել հարցեր չեմ տա, ձերներս կարամ հասենց անեմ ու ինքը ասի հա։ Հիմա այս մարդը, քանի այդ ամեն ինչի մեջ էր իրանց ձեռ էր տալի։ Իրանց ձեռ էր տալիս։ Հիմա, այս մարդը եկավ Հիսուսին, այս սաղ անցավ, Տիրոջը ընդունեց, փրկությունը վերցեց, Տերը իր արունով Աստծո խոսքը ասում է, լվաց, ասել եմ հաղորդությունն է բերեն։ Էսի Տիրոջ արյունն է, էս էլ Տիրոջ մարմինը։ Հիշում եք, հա, հաղորդության ժամանակ մենք սա խոսում ենք։ Այդ իր արունով լվաց, այս արունը պահի, մարմինը պահի, արունը պահի։ Հիմա նայեք, Մանվելը դարելա սուրբ տղա։ Էլ չի հայոյում, չի ծխում, չի խմում, արտամուսնական կապեր չունի, ոչ մի վատ բան չի անում։ Դարելա սուրբ տղա։ Հիմա այս մեր աղբերը, արի Վարուժան, ինքը շատ լավն է, բարոյին խնդրում եմ չհանդիմանեք, հələ իր վիճակը նայեք։ Հələ աշխարհում է։ Մեռնեմ Աստծո զորության ասելով, այդ նույն բանով սկսում է բոլորին հայոյել։ Վատ բաներ անում, խմում է, ծխում է։ Հիմա նորմալ է, այստեղ ենք նայում է Մանվելին, ասում է, լսի դու հավատացյալ ես։ Ու Մանվելը ամաչի, որ ինքը հավատացյալ է։ Նորմալ է։ Վախենք ամանչում։ Ինքը պետք է նայի Մանվելին ու խայտարակ կլինի, նայ իր շոյի կեղտին, նայ Մանվելին ասի, վայ մամա ջան, ես ինձ ցեխոտ եմ ես։ Մեր Մանվելը